Պատկերացրեք, օլիմպիական ոսկին արդեն գրեթե ձեր ձեռքերում է։ Մնում է ընդամենը մի քանի մետր, բայց հենց այդ պահին դուք ուշաթափվում եք եւ ընկնում վազքուղու վրա։ Այսպես քիչ էր մնում օլիմպիական չեմպիոն դառնար հայ մարզիկ Վահրամ Փափազյանը։ Նա եւ Մկրտիչ Մկրյանը առաջին հայ մարզիկներն էին, ովքեր մասնակցեցին օլիմպիական ամառային խաղերին։ Վահրամ Փափազյանը ծնվել է 1890 թվականին Պոլսի Գում Գափու թաղամասում։ Նրա մարզական ուղին սկսվել է ոչ թե շքեղ մարզադաշտերում, այլ Բոսֆորի ափերին։ Լինելով Ռոբերտ քոլեջի ուսանող եւ չունենալով բավարար միջոցներ, նա փոխառությամբ հեծանիվ է գնում։ Ամեն առավոտ նա վերին Բոսֆորից թերթեր էր բերում եւ հաճախ ստիպված էր լինում հևասպառ վազել դրանք ժամանակին հասցնելու համար։ Հենց այս ամենօրյա հարկադրված վազքն էլ կոփեց նրա թոքերն ու սիրտը, դարձնելով նրան արագ եւ դիմացկուն վազորդ։ Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը դարձան առաջին հայերը, որոնք մասնակցեցին 1912 թվականի Ստոկհոլմի օլիմպիական խաղերին։ Ասում են, նա նույնիսկ ստիպեց դեսպանատանը բարձրացնել պետության դրոշը, քանի որ կազմակերպիչները մոռացել էին դա անել։ Օլիմպիադա մեկնելու համար Փափազյանը գումար չուներ։ Մարմնամարզ թերթը եւ Շավարժ Քրիսյանը կազմակերպեցին համազգային հանգանակություն։ Պոլսի հայկական թաղամասերում տեղադրվեցին դրամահավաքի արկղեր, կազմակերպվեցին ներկայացումներ եւ հայ ժողովուրդը կոպեկ-կոպեկ հավաքեց անհրաժեշտ գումարը, որպիսի իրենց մարզիկը հասնի Շվեդիա։